Ես ավելի շատ կողմնակից եմ հոգևոր պահքին։ Պահքը միայն ուտելիքը չէ, որ մենք պիտի հրաժարվենք մսեղենից, յուղեղենից և նման ուրիշ ուտելիքներից, կենդանական ուտելիքներից և միայն բուսական կերակրներով սնվենք։ Չէ, սա երկրորդ երեսն է պահքի։ Տաթևացին մեր ամենավերջի սուրբը ասում է ավելի լավ է միս կերեք, քան թե իրար միս կերեք։ Եթե մենք այդ հոգեբանությամբ պիտի ապրենք, որ իրար միս պիտի ուտենք, ավելի լավ է անասնական այդ միսը ուտենք, յուղը ուտենք, ձուկը ուտենք, ամեն ինչից ուտենք, բայց մաքուր մնանք։ Որովհետև այդ կերակուրները չեն, որ մեզ շեղում են, մեր միտքը պիտի մաքրենք, ամեն ինչ սկսվում է մտքից։ Աստված մեզ տվել է երեք շատ կարևոր բան, բանականություն, ազատ կամք, որպեսզի մենք ազատ կամքով և մեր բանականությամբ կարողանանք տնօրինել մեր երկրային կյանքը։